Բարև։ Կարող է ուրիշ մոլորակի վրա կյանք գոյություն ունենալ։ Մենք առայժմ չգիտենք այս հարցի պատասխանը, սակայն հնարավոր է ինչպես երբեք մոտ ենք այդ պատասխանին։ Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են համոզիչ վկայություններ, որ K218b անունով հեռավոր մոլորակի վրա կարող են գոյություն ունենալ կենդանի օրգանիզմներ։ Ոչ թե բանական քաղաքակրթություն կամ կանաչ մարդուկներ, այլ կյանքի պարզագույն միկրոսկոպիկ ձևեր, որոնք այդուհանդերձ խիստ կարևոր են տիեզերքում մեր տեղը հասկանալու համար։ Պրոֆեսոր Նիկու Մադխուսուդխանի գլխավորած գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է երկրից 124 լուսատարի հեռավորության վրա գտնվող K218b էկզոմոլորակի մթնոլորտը, ու Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակի միջոցով նրանք հայտնաբերել են քիմիական միացություններ, որոնք երկրի վրա արտադրում են բացառապես կենդանի օրգանիզմները՝ դիմեթիլ սուլֆիդի կամ DMS-ի ու դիմեթիլ դիսուլֆիդի կամ DMDS-ի մոլեկուլներ։ Մեր մոլորակի վրա այս գազերն արտադրում են ծովային ֆիտոպլանկտոնն ու բակտերիաները։ Դրանց արկայությունն այն հնարավոր բիոսիգնատուրաներից է, որոնք վկայում են կյանքի արկայության մասին։ Ու ահա, մենք առաջին անգամ մեծ հավանականությամբ տեսնում ենք այդ միացությունները հեռավոր էկզոմոլորակի մթնոլորտում։ Ընդ որում խոսքը ոչ թե ուղղակի հետքերի մասին է, այլ գիտնականների հաշվարկով այս գազերի պարունակությունը հազարավոր անգամներ գերազանցում է երկրային ցուցանիշները։ Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես երևում է, ապա K218b էկզոմոլորակը բառացիորեն լի է կյանքով։ Սա այս պահին ուժեղագույն ապացույցն է, որ կյանքը տիեզերքում կարող է ունիկալ չլինել միայն երկրի համար, ասում է պրոֆեսոր Մադխուսուդխանը։ K218b էկզոմոլորակը մոտ 8.6 անգամ ծանր է երկրից, իսկ շարավղով գերազանցում է մեր մոլորակի չափերը մոտ 2.6 անգամ։ Այն պտտվում է իր մայրական աստղի կարմիր թզուկի շուրջ, կատարելով 1 ամբողջական պտույտը 33 երկրային օրվա ընթացքում, ինչը հատկապես կարևոր է։ Մոլորակը գտնվում է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում, այսինքն այնպիսի հեռավորության վրա, որը թույլ է տալիս մոլորակի մակերևույթին հեղուկ ջրի առկայություն, ինչը կյանքի գլխավոր նախապայմանն է։ Գիտնականների կարծիքով մոլորակի մակերևույթը կարող է ամբողջությամբ ծածկված լինել հսկայական օվկիանոսով։ Հենց այս պատճառով մոլորակը վաղուց գրավել է աստղագետների ուշադրությունը։ Հետազոտության բացառիկությունը կապված է Ջեյմս Վեբի աստղադիտակի հնարավորությունների հետ։ Այն այնքան զգայուն է, որ կարող է վերլուծել հեռավոր մոլորակի մթնոլորտով այն ժամանակ անցնող լույսը, երբ մոլորակն ինքը անցնում է իր աստղի առջևով։ Այս լույսի սպեկտրը թույլ է տալիս իմանալ, թե ինչ մոլեկուլներ կան մոլորակի մթնոլորտում։ Այսպես, վերջին դիտարկումներից մեկի ժամանակ աստղադիտակը որսացել է DMS-ի ու DMDS-ի ակնհայտ նշաններ։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ գիտնականները K218b-ի մթնոլորտում հայտնաբերում են պոտենցիալ բիոսիգնատուրաներ, սակայն այս անգամ ազդանշանը շատ ավելի ուժեղ է։ Մի տարի առաջ այս գազերի առկայության հավանականությունը գնահատվում էր 68%, չափազանց քիչ եզրակացություններ անելու համար։ Այժմ հավանականությունը 99.7% է։ Դա հնչում է գրեթե լիարժեք համոզված լինելու նման, սակայն գիտության մեջ այդ թիվը դեռ բավարար չէ։ Կյանքի հայտնաբերման մասին հայտարարելու համար անհրաժեշտ է հասնել արժանահավատության 99.99999% կամ 5 սիգմա մակարդակի։ Այս պահին արդյունքը կազմում է 3 սիգմա։ Սա տպավորիչ է, սակայն ոչ վերջնական։ Ու իրենք գիտնականներն են ուղիղ ասում դրա մասին։ Մենք մոտ ենք, բայց դեռ այնտեղ չենք։ Բացի այդ, անգամ եթե DMS-ի առկայությունը հաստատվի լիարժեք վստահությամբ, դա դեռ կյանքի գոյության ապացույց չէ։ Երկրի վրա այս գազերն արտադրում են կենդանի օրգանիզմները, սակայն այլ մոլորակի վրա դրանք տեսականորեն կարող են առաջանալ նաև անսովոր երկրաքիմիական պրոցեսների արդյունքում։ Օրինակ հալված ապարների խորքերում, պայմաններում, որոնք մեզ համար առայժմ անհայտ են։ Այդ իսկ պատճառով աստղագիտական դիտարկումներին զուգահեռ Մադխուսուդխանի թիմն անցկացնում է լաբորատոր գիտափորձեր, պարզելու համար հնարավոր է արդյոք այս նյութերը սինթեզել առանց կենսաբանական մասնակցության։ Առայժմ նման հաստատումներ չկան, բայց գիտական հանրությունը զգուշավոր է։ Հարցեր է առաջացնում նաև մոլորակի բնույթը։ Ինչու են գիտնականները կարծում, որ այն ծածկված է գլոբալ օվկիանոսով։ Անուղղակի նշաններից մեկը մթնոլորտում ամոնիակի բացակայությունն է։ Երկրի վրա ամոնիակն ակտիվորեն կլանվում է ջրի կողմից, ու հենց այսպիսի մեկնություն են առաջարկում հետազոտողները։ Սակայն կան նաև ալտերնատիվ հիպոթեզներ։ Հնարավոր է խիտ մթնոլորտի տակ ոչ թե ջուր է, այլ հալված սիլիկատների օվկիանոս, իսկ հնարավոր է մոլորակը ընդհանրապես չունի կարծր մակերևույթ, իրենից ներկայացնելով մինի գազային հսկա։ Ահա թե ինչու է շարունակվում ակտիվ գիտական դիսկուսիան K218b-ի շուրջ։ Մի մասը կարծում է, որ մենք մոտ ենք բոլոր ժամանակների մեծագույն գիտական հայտնագործությանը, մյուսները զգուշավորության կոչ են անում ու հիշեցնում։ Նման հույսեր մենք արդեն ունեցել ենք։ Օրինակ Վեներայի մթնոլորտում ֆոսֆինի առկայության հետ կապված։ Այն ժամանակ նույնպես խոսում էին հնարավոր կյանքի մասին, սակայն դա չհաստատվեց։
Այդուհանդերձ հետազոտության կարևորությունը դժվար է գերագնահատել։ Անգամ սկեպտիկներն են խոստովանում, որ Քեմբրիջի թիմը աներևակայելի աշխատանք է կատարել, իսկ BBC-ի The Sky at Night հաղորդաշարից պրոֆեսոր Քրիս Լինտոտն ուղիղ ասում է. Սա տիեզերքի խորքերում թաքնված է հասկանալուն ուղղված ահռելի գիտական ջանքի մի մասն է։ Ու հնարավոր է տարիներ, տասնամյակներ ու անգամ հարյուրամյակներ անց մարդիկ կհիշեն հենց այս հետազոտությունը, խոսելով նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Դարաշրջանի, երբ միայնակ ենք արդյոք մենք տիեզերքում հարցը փիլիսոփայականից վերածվեց գիտականի։ Հետազոտությունը հրապարակվել է The Astrophysical Journal Letters ամսագրում, ու ինչպես ասում է պրոֆեսոր Մաթխուսուդխանը, հնարավոր է սա հենց այն պահն է, երբ կենդանի տիեզերքը առաջին անգամ նայեց ուղիղ մեր աչքերի մեջ։ Այս շաբաթվա գիտնականը գենետիկ Բարբարա Մակ-Քլինտոկն է։ Պատմություն, որն արժանի է միաժամանակ գիտական պոդիումի ու դրամատիկ վեպի։ Բարբարա Մակ-Քլինտոկը հանճարեղ գենետիկ էր, ում հայտնագործությունները իր ժամանակից այնքան առաջ էին անցել, որ սկզբում դրանք չընդունեցին անգամ գործընկերները։ Իսկ հետո նա արժանացավ Նոբելյան մրցանակի։ Պատկերացրու, 1940-ական թվականներ, լաբորատորիա, եգիպտացորեն։ Հենց այս բույսի հետ էր Մակ-Քլինտոկն աշխատում իր կյանքի մեծ մասի ընթացքում, ուսումնասիրելով քրոմոսոմները, ու ընթացքում կատարեց զարմանալի հայտնագործություն։ Գեները կարող են տեղաշարժվել։ Մինչև այդ համարվում էր, որ գեները ԴՆԹ-ում ինչպես գրքերը գրադարանում ֆիքսված են ու չեն շարժվում։ Մակ-Քլինտոկը սակայն հայտնաբերեց, որ կան ցատկող գեներ, ԴՆԹ հատվածներ, որոնք կարող են շարժվել գենոմով, ազդել այլ գեների ակտիվության վրա, միացնել ու անջատել դրանք։ Այդ հայտնագործությունն այսօր հայտնի է որպես տրանսպոզոններ։ Սակայն այն ժամանակ 20-րդ դարի կեսերին ոչ ոք պատրաստ չէր հավատալ նման հերետիկոսության։ Նրա տվյալներն անվանում էին տարօրինակ, անտեսում էին գիտական հոդվածները։ Արդյունքում Մակ-Քլինտոկն ուղղակի դադարեց հոդվածներ հրապարակել, չփնտրելով որևիցե ճանաչում, այլ լուր շարունակելով հետազոտությունները, մինչև աշխարհը հասունանա ու պատրաստ լինի իր գաղափարներին։ Անցավ 30 տարի, գենետիկան զարգանում էր։ Ու հանկարծ գիտնականները սկսեցին ԴՆԹ-ում հայտնաբերել հենց այն ցատկող էլեմենտները, որոնց մասին Մակ-Քլինտոկը գրում էր տասնամյակներ առաջ։ Գիտական հանրությունը հասկացավ, նա ճիշտ էր, ու 1983 թվականին 81 տարեկանում Բարբարա Մակ-Քլինտոկ ստացավ իր արժանի Նոբելյան մրցանակը։ Մակ-Քլինտոկը երբեք չէր ձգտում փառքի, բայց վերածվեց գիտական անկախության ու բնությունը խորապես հասկանալու խորհրդանիշի։ Նա ապացուցեց, անգամ եթե այսօր քեզ չեն հասկանում, ճշմարտությունը միևնույն է կգտնի իր ուղին, պետք է միայն համբերել ու հավատալ սեփական տվյալներին։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։